Ամենասպասված իրադարձություններից Քրիստոսի պայծառակերպության տոնը Վարդավառը այս տարի եւս համախմբել էր հազարավոր մարդկանց, ամբողջ երկրում ստեղծելով տոնական եռուզեռ եւ բարձր տրամադրություն։ Շատ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ ու հովեկներ օրը նախընտրել էին անցկացնել քաղաքից դուրս, ուղևորվելով Հայաստանի զբոսաշրջային կենտրոններ եւ հանգստավայրեր։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության եւ փրկարծառայության ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում Վարդավառի տոնական միջոցառումների անվտանգ եւ անխոչնդոտ անցկացումն ապահովելու նպատակով հուլիսի 12-ին վաղ առավոտից իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Սևանա լճի ողջ ափամերձ հատվածներում եւ առավել մարդաշատ վայրերում արտառոց միջադեպեր չեն արձանագրվել։ Ոստիկաններն ու փրկարները շրջել են լողափերում եւ հարակից տարածքներում իրականացրել հսկողություն, քաղաքացիներին շարունակաբար իրազեկելով նաեւ անվտանգության կանոնների պահպանման կարեւորության մասին։ Ակտիվ համագործակցել ենք ոստիկանության մյուս ստորաբաժանումների եւ փրկարծառայության հետ, կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ մեր քաղաքացիների ակտիվ հանգիստը կազմակերպելու, ինչպես նաեւ արտառոց միջադեպերից խուսափելու համար։ Միաժամանակ բարեկային ծառայության կարգախմբերը ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ճանապարհներին, կարգավորելով տրանսպորտային հոսքերը եւ ձեռնարկելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ, հնարավոր դեպ պատահարները բացառելու նպատակով։ Հանրապետության հրապարակը տարվա ամենաջրառատ իրադարձության Վարդավառի գլխավոր տոնակատարության կենտրոններից մեկն էր։ Բազմամարդ միջոցառման ողջ ընթացքում ոստիկանության եւ փրկարծառայության ստորաբաժանումները մայրաքաղաքում եւս ապահովել են հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգությունն ու տոնակատարության անխափան ընթացքը։ Վարդավառի տոնակատարություններն ամբողջ հանրապետությունում անցան անվտանգ, կազմակերպված եւ առանց լուրջ միջադեպերի, եւս մեկ անգամ փաստելով ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների անվտանգության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքի արդյունավետության մասին։ Հուլիսի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3740 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 176 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 179 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 125 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշ հետ կապված 33 շամրակապված վարելու 624, առանց մանկական նստատեղի քարսիթի 10, վարելու ընթացքում ծխելու 457, վարելիս հեռախոսից օգտվելու 216, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 5 եւ 1197 այլ իրավախախտում, 18 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի 97-ը տեխնիկական զննություն չանցած, 135-ը լուսարձակների անսարքությամբ, 40-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժինները տարվել 75 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13826 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 184 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 349 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 361 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 61 չամրակապված վարելու 3711, առանց մանկական նստատեղի քարսիթի 297, վարելու ընթացքում ծխելու 499, վարելիս հեռախոսից օգտվելու 646, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 96, արագության գերազանցման 2477 եւ 4228 այլ իրավախախտում, 91 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի 484-ը տեխնիկական զննություն չանցած, 485-ը լուսարձակների անսարքությամբ, 123-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 12 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժինները տարվել 36 անձ։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան, կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չորխոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու
կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր, ծառերի ճյուղերի կապուկներ, թաց հագուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները, դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Հիշեցում վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 ապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարկերի բուսականությունը, գյուղատնտեսական անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 ապատիկից 300 ապատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 112 հեռախոսահամարին։ Երկրաշարժը բնական աղետ է, այն հնարավոր չէ կանխել, սակայն որոշ վարքականոնների պահպանումը կօգնի արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել։ Երկրաշարժի ժամանակ պատասպարվելու համար շենքի ներսում առավել ապահով հատվածներն են հիմնական եւ ներքին կրող պատերը, դրանցում առկա դռների բացվածքները։ Անհրաժեշտ է նախապես կազմել տարհանման պլան եւ մի քանի անգամ փորձարկել այն։ Ճշտել բնակարանի, աշխատավայրի, դպրոցի տարհանման ելքերը, հնարավոր ուղիներն ու ելքի դռների կիրառականությունը։ Հստակեցնել այն տարածքը, որը տարհանումից հետո պետք է ծառայի որպես հավաքատեղի։ Այն պետք է լինի բաց, ազատ տարածություն հեռու շենք շինություններից, ենթակառուցվածքներից։ Պետք է նվազեցնել տվյալ միջավայրում առկա ռիսկերը, ելքերն ազատել տարհանման ժամանակ խոչընդոտ հանդիսացող առարկաներից, մեծածավալ առարկաներ չտեղադրել կահույքի վրա։ Նախապես ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, որի մեջ պետք է լինի դեղատուփ, մարտկոցով ռադիոընդունիչ, գրպանի լապտեր, սուլիչ, դիմակ, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ, կարևոր փաստաթղթեր, պահածոյացված սնունդ եւ ջուր։ Պահպանելով վերոհիշյալ վարքականոնները հնարավոր է երկրաշարժի ժամանակ նվազեցնել ձեզ սպառնացող վտանգը։ Եթե ձեր վարելու իրավունքի զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին եւ արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած դուք ունեք 1 տարի ժամանակ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am կայք։ Կայքի ներքևի հատվածում կա հաշվառման քննական ծառայություններ, սեղմել մուտք, մուտքագրել հանրային ծառայության համարանիշը եւ հեռախոսահամար, այնուհետև սեղմել մուտք։ Մուտքագրեք թվերը նույնականացման համար։ Այստեղ ծառայությունների պատուհանում կա նոր պատուհան, հատուկ զրկվածների համար։ Նշել այդ պատուհանը եւ ընտրել ձեզ հարմար հաշվառման քննական բաժինը, այցելության օրը եւ ժամը։ Գրեք ձեր էլեկտրոնային հասցեն եւ սեղմեք ամրագրել կոճակը։ Այնուհետև կստանաք ձեր կտրոնը, որով ամրագրման օրը պետք է այցելեք հաշվառման քննական բաժին, կատարեք վճարում եւ ստանաք վարորդական վկայական։ Տեղում կարող եք վճարել 12000 դրամ եւ ստանալ նոր 10 տարվա ժամկետով վարորդական վկայական, իսկ թվային վկայական ունենալու համար 6000 դրամ։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։